Ոչ, Աստված չի անիծում, բայց անեծքը գործում է։ Ում որ վիրավորել ես, նա անպայման իր սրտից կտառապի, կչարչարվի, եւ այդ ցավը ում է հասնում։ Արդար դատավորին։ Գուցե նա արդար դատավորին հասցնի իր բողոքը։ Գուցե չէ։ Եթե նա բարերով էլ Աստծուն չդիմի, նրա սրտի ցավը, որին դու վիրավորել ես, հասնում է դատավորին։ Եվ նա է դատավորին։ Ողջույն Հիսուս Քրիստոսի անունով։ Ուզում եմ այսօր կիսվել ձեզ մեր Տիրոջ ուսմունքի սովորեցրած բաների մասին։ Ճիշտ ասած, վերջի շրջանում ինձ հարց եղավ, թե արդյոք անեծքը գործում է կամ Աստված անիծում է։ Ոչ, Աստված չի անիծում, բայց անեծքը գործում է։ Եվ մարդիկ մտածում են, որ օրինակ դու հավատում ես Հիսուսին, անեծքը քո կյանքում չի լինի։ Այո, Հիսուս Քրիստոսը բոլոր անեծքը վերցրեց իր վրա։ Բայց նաև սովորեցնում էր Հիսուս։ Սովորեցնում էր, թե ինչ պարագայում ինչ կկատարվի։ Այսինքն, մենք գնում ենք դպրոց սովորելու մեր այս աշխարհի ուսմունքները, իսկ Հիսուս սովորեցնում է կյանքի ուսմունքները։ Դրա համար որևէ հարց, երբ որ մենք ունենք, մենք նայում ենք Աստվածաշնչին, Ավետարանին, թե Հիսուսը ինչ մեկնություն է տալիս այդ երևույթին։ Ինձ հարցնող անձը հիվանդացել էր եւ հարցումը այս էր, որ նա ինչ որ մեկի հետ խնդիր է ունեցել եւ մտածում էր, որ այդ ինչ որ մեկը իրեն անիծել է եւ դրա համար ինքը հիվանդացել է։ Հիմա այդ հարցումի պատասխանը ուզում եմ տալ։ Մեր Տեր Հիսուսը շատ բարի է, սիրելիներս։ Ինքը չի անիծում, ինքը եկավ, որ անեծքը քո կյանքից վերցնի, բայց երբ որ ինչպես պետք է վերցնի, երբ որ դու իրեն չես լսում, երբ որ դու ականջներդ փակում ես Հիսուսին լսելուց, Հիսուսը քեզ չար բան չի անում, քո գործողություններն են չարը, քո արածներն են չարը, նա քեզ սովորեցնում է, որ դու չար բաներից հեռանաս, որ չարություն չանես, նա քեզ կարող է չարությունից ազատել, որ քո սրտում ընդհանրապես չար բան չծնվի, դրա համար ինքը կանչում է, ասելով եկեք ինձի, բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, ես ձեզ պիտի հանգստացնեմ, ես ձեզ պիտի լուծեմ ձեր խնդիրները։ Դրա համար եթե հավատում եք Հիսուսին, նաեւ քայլ արեք դեպի Հիսուսը, քայլ արեք դեպի Աստված, եւ Աստված ձեզ ցույց կտա, թե ինչու է ձեզ դպնում այդպիսի անիծյալ խնդիրներ, հիվանդություն, կորուստ կամ ինչ որ մի բան, որ ձեր կյանքը ուղղակի դժոխքի է վերածում։ Ես ձեզ ասեմ, մարդը ընդհանրապես ինքն իրեն չի տեսնում, որ ինքը մեղք է գործում, չի հզգում, որ ինքը ինչ-որ մեկին վիրավորում է։ Ամեն դրա համար իր գործողությունները իրեն համար հաճելի են, իրեն համար ճիշտ են։ Նա ասում է, այ նա է ինձ դեմ մեղք գործել, այ նա է ինձ վիրավորել, բայց մոռանում է այն, թե ինչպես մարդը ինքն է մարդուն վիրավորում եւ փոխարենը պատասխան ստանում։ Լավ, եկեք կարդանք Աստվածաշունչը։ Ինչու՞, որովհետև այնտեղ Հիսուսի խոսած խոսքերը աշակերտները գրի են արել, որովհետև այսօր ես եւ դու կարդանք եւ քննենք, թե ինչ է պատահել, ինչու է քո եւ այդ անձի միջև եղած խնդիրը քո կյանքին անդրադառնում։ Եվ դու ասում ես, սրա նավսը ազդեց իմ վրա։ Սրա չգիտեմ ինչը ազդեց, դրա համար իմ ճանապարհները փակ են։ Օրինակ, ամուսնության վերաբերյալ, ինչ որ մեկի հետ շփվում են, ինչ որ մեկի հետ խնդիր են ունենում, եւ իր բոլոր ճանապարհները փակվում է ամուսնության վերաբերյալ, բիզնեսը բարգավաճում է, ասի լինում է, մյուսը լինում է, բայց անձնական կյանքը չի հաջողում։ Կամ նրանք ինչ որ ծրագիր են ունենում կյանքի հաջողության համար, ճամփորդության համար, իրենք անում են այդ գործերը, հաջողվում են, գնում հասնում են ուզած տեղը, հաստատվում են, բայց հիվանդությունն է գալիս եւ ինքը չի կարող վայելել այդ կյանքը։ Ինչու՞։ Պատասխանը։ Լավ։ Եկեք կարդանք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի
թե նա ինչպես է այս հարցերի լուծումը ձեզ պատասխանում։ Միայն թե մի նեղվեք եւ մի տրտմեք, որովհետեւ նա Հիսուսն է, նա բարի է, նա շատ սիրում է քեզ, շատ, եւ նա ուզում է, որ դու օրհնված լինես։ Դրա համար ասում է. «Զավակս, լսիր, թե ես ինչ կասեմ քեզ»։ Ուշադիր լսիր։ Ամեն։ Ես պիտի կարդամ Մատթեոս 5-րդ գլուխ 22 խոսքեր։ Ես ասում եմ ձեզ, եթե մեկը առանց պատճառի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի ենթակա կլինի։ Եվ ով որ իր եղբայրը ռաքա ասի, ատյանին ենթակա կլինի։ Իսկ ով իր եղբորը հիմար ասի, գեհենի կրակին ենթակա կլինի։ Այսինքն դու վիրավորում ես, եւ օրինակ այդ անձը ներկա չի, իրանից ջղայնացած ես ու ասում ես հիմարի մեկն է անիկա։ Վերջ, բերանից դուրս եկած խոսքը հրավիրում ես դու դիվային աշխարհին, քո կյանք, որպեսզի նա ավերի սատանայի զորությունը ավերի քո կյանքը։ Եվ ասում ես Աստված չկա, Աստված կա, Աստված գրել է խոսքը, Աստված խոսում է իմ միջոցով, Աստված կանչում է քեզ, ասում է ես քեզ կսովորեցնեմ, որ այդ բառերը չասես, բայց դու եթե ասել ես, հիմա ենթակա ես շատ իրարանցումների, որ քեզ դուր չեն գա, որովհետև դու քո բերանից խոսքեր ես բաց թողել։ Նայեք, ինչ ասում, ուստի եթե զոհասեղանի վրա քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ հիշես, որ եղբորը դեմ մի բան ունես, քո ընծան թող սեղանի առջև գնա նախ եղբորդ հետ հաշտվիր ու հետո եկ ընծան մատուցիր։ Դու երբ որ նեղության մեջ ես լինում, ինչ ես անում։ Սկսում ես Աստծուն հաճոյանալ, սկսում ես աղոթքներ բարձրացնել, սկսում ես իրեն համար ինչ-որ զոհ մատուցել։ Երբ որ զոհ ես մատուցում, Աստված ասում է. «Օ, աղջիկս, օ, տղաս, արի, հիշեցնում է քեզ, ասում է քեզ, այս մարդուն դու վիրավորել ես, այս մարդուն այս խոսքն ես ասել»։ Ու ասում է, երբ որ հիշես, որ ինչ-որ մեկը քո դեմ բան ունի, կամ դու ինչ-որ մեկի հետ, գնա, նախ հաշտվիր նրա հետ, հետո արի եւ քո զոհը մատուցիր։ Սիրելիս, դու ինչ-որ անում ես, Աստված տեսնում է, եւ քո զոհը, որ բերում ես Աստծուն, ասում է աղջիկս, տղաս, հիշիր, այս բանը արել ես դու, ու մարդը հիշում է, որովհետեւ Սուրբ Հոգին եկել է, որ քեզ հանդիմանի քո արած գործերի համար, քո խոսած խոսքերի համար։ Դու ինչ-որ մեկին ասում ես, սիրտս բացեմ, այս ինչ մարդու համար, դու սիրտդ բացում ես ու իրան վատ խոսքեր ես ասում։ Ահա Հիսուս ասում է, եթե չհաշտվես իրեն հետ, նա իր ինչ է լինում։ Ահա քեզ։ Ուրեմն, ոսոխիդ հետ շուտով համաձայնության եկ, այսինքն թշնամիդ հետ, ում հետ խնդիր ունես, շուտով հաշտվիր, շուտով նրա հետ համաձայնության արի, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես։ Դու գնում ես նույն ճանապարհը, հավիտենական, կամ դժոխք, կամ դրախտ, հավիտենական հանգիստ կամ անհանգստություն։ Գուցե նա քեզ դատավորի ձեռքը մատնի, ում որ վիրավորել ես, նա անպայման իր սրտից կտառապի, կչարչարվի, եւ այդ ցավը ում է հասնում։ Արդար դատավորին։ Գուցե նա արդար դատավորին հասցնի իր բողոքը, գուցե չէ։ Եթե նա բարերով էլ Աստծուն չդիմի, նրա սրտի ցավը, որին դու վիրավորել ես, հասնում է դատավորին, եւ նա իր դատավորը ինչ է անում։ Ամեն։ Հալելույա։ Գուցե նա քեզ դատավորի ձեռքը մատնի, եւ դատավորն էլ ոստիկանի ու բանտը նետվես։ Ինչ է բանտը։ Օ, բանտերի շատ տեսակներ կան։ Բանտը լինում է սրտի անհանգստություն, բանտը լինում է ճնշում, բանտը լինում է, որ դու սկսում ես ամեն բան անել, Աստծուն զոհեր ես մատուցում, Աստծուն ես մոտենում, ինչ որ նվերներ ես անում աղքատին, եկեղեցում դրամ ես դնում, քո զոհը տալիս ես, բայց Աստված չի ընդունում։ Ասում է գնա ոսոխիդ հետ հաշտվիր։ Ամեն։ Կորուստ ես ունենում, վթար է լինում, վթարից ազատվում ես, մոբայլդ ես կորցնում, ապրանքդ են գողանում քեզանից, հիվանդություն ես ձեռք բերում, սրանք բանտեր են, որից դուրս գալ չես կարողանում։
խնդիր ես ունենում, դեռ չվերջացած այդ խնդիրը ուրիշ խնդրի մեջ ես ընկնում։ Ինչու՞, որտեղ աճ ձախ մարդկանց հիմար ես ասում, ապուշ ես ասում, սա այսպիսին է, նա այնպիսին է, որակում ես, պիտակներ ես դնում։ Սիրելիս, ինչ որ ասում ես, նույնիսկ մարդիկ կան, որ անիծում են, անեծողը ինքն է վնասվում։ Երբեք չմտածեք, որ ձեր անեծքը ինչ-որ մեկին է հասնում։ Ձեր անեծքը ձեզ է վնասում, սիրելիներս։ Դրա համար Հիսուս ասում է, ոսոխիդ հետ հաշտվիր եւ նրա հետ բարեկամացիր, որտեղ նույն ճամփու մեջ ես։ Նույն բոլորն էլ Աստծուն են գնալու, բոլորն էլ Աստծո հետ են լինելու։ Նայեք, ինչ է ասում Աստված։ Ճշմարիտ եմ ասում քեզ, Հիսուսն է ասում, ես չեմ։ Այնտեղից երբեք դուրս չես գա, միջև չվճարես վերջին մանրադրամը, այսինքն պարտքդ ամբողջությամբ պիտի վճարես, եթե այդ հարցը չլուծես, դու ինքդ չես կարող այդ հարցը լուծես, հավատա ինձ, Հիսուս Քրիստոսը կլուծի, դրա համար խոնարհվիր, դրա համար մի ապստամբիր, մի բորար, մի կանչիր, մի նեղացիր, մի սեր կյանքը իմ դեմ անարդար է, քո սրտի դիրքն է անարդար, անորամար, խոնարհվիր Աստծո առջև եւ մոտեցիր Աստծուն, մի սեր Աստծուն, ինչու Աստված ինձ այսպես չի անում, լավ բաներ չի անում, Աստված բոլորին է լավ բաներ անում, իր արևը ծագեցնում է եւ բարիների եւ չարերի վրա, եւ օրհնվածների, որոնք օրհնում են Աստծո անունը, եւ ապերախների վրա, Աստված բոլորին բարի է, բայց մեր սրտի չարությունն է մեզ հատուցում, որովհետեւ եթե նեղացնում ես ինչ-որ մեկին, այդ նեղությունը քեզ է գալիս կրկնապատիկ, եռապատիկ, եթե չես զղջում ու չես ապաշխարում։ Անորամար Աստված շատ բարի է, քեզ զգուշացնում է, ասում է աղջիկս տղաս մի վախեցիր, եկուր ինչպես կաս, նեղացած, վիրավորված, վիրավորած, ցավեցրած ուրիշներին, ես քեզ կբժշկեմ, ես քո սիրտը կփոխեմ, ես քո միտքը կփոխեմ։ Կարևոր չէ դու այդ մարդուն հետ ամեն օր ուտես, խմես, քեֆ անես, ոչ, պարզապես սրտումդ հաշտվես այդ մարդուն հետ եւ օրհնես, ինչքան որ անիծել ես նրան, կարևոր չի բարերով ես անիծել, բայց դու իրեն արհամարել ես, դու իրեն վերևից ես նայել, դու իրեն վիրավորել ես, դու իրեն պիտակներ ես դրել, չար խոսքեր ես ասել, դրանք քո դեմ են, ոչ թե ուրիշի, դրանք քո դեմ են դուրս գալիս։ Դրա համար է Աստված կանչում, նա չի կանչում Աստված քեզ դատելու, փշացնելու, ոչ, նա քեզ կանչնում է սիրելու, նույնիսկ այդպիսին մեղքերով լեցուն, Աստված ասում է եկուր, արի, ես քեզ պիտի օրհնեմ, ես քեզ պիտի ներեմ, ու պիտի այնպես անեմ, որ կարողանաս մարդոց ներել, Աստված է կարողություն տալիս ներելու, զղջալու քո մեղքերիդ համար, նա քեզ չի դատում, նա քեզ չի, ինչպես ասեմ, նա քեզ նեղ վիճակի մեջ չի ցփում, նա ուզում է քեզ նեղությունից հանել, բանտից հանել, Հիսուսը եկավ ասավ, որ ես եկա, որ բանտի մեջ եղողներին ազատեմ, արձակեմ, ինչպես, իր սերը տալով, քեզ կարողություն կտա, որ քո թշնամուն սիրես, քեզ կարողություն կտա, որ քո թշնամուն օրհնես, հավատա ինձ, հավատա, այդպես է գրված Աստվածաշունչը, ես ինքս այդ ճանապարհով եմ անցնում, ես օրհնում եմ նրանց, ովքեր ինձ անիծում են, ես օրհնում եմ նրանց, ովքեր ինձ վատ բաներ են ցանկանում, եւ դա ինձ խաղաղություն է տալիս, ինչպես իմ կարողությամբ երբեք, հավատացեք երբեք, Հիսուսն է իմ կարողությունը, նրա շնորհքը գալիս է իմ մեջ, եւ իմ սիրտը փոխում է, երբ զայրանում եմ, երբ բարկանում եմ, երբ ինչ-որ մեկի դեմ բան եմ ունենում, ես գիտեմ, որ բերանս փակ պիտի պահեմ, ես գիտեմ պիտի առանցնանամ եւ պիտի աղոթեմ Աստծուն, որպեսզի Աստված ինձ կարողություն տա ներելու, կարողություն տա շնորհք տա այդ մարդուն ազատ արձակելու եւ տալիս է։ Ինչու ես խնդիրներ չեմ ունեցել, ունեցել եմ շատ, ինչու մարդիկ չկան, որից վիրավորվել, նեղացել եմ, կամ ես եմ նեղացրել, եղել է, որ ես եմ նեղացրել եմ, բայց ես այդ մարդկանց դեմ չեմ խոսում եւ չեմ անարգում, ես նրանց համար օրհնում եմ եւ սպասում եմ միջև որ իրենք կներեն ինձի, այո, դժվար է երբեմն ներել, բայց մեր Աստվածը կարողություն է տալիս ներելու, խաղաղություն ունենալու։ Եկուր միասին աղոթք անենք, եկուր խոնարհվենք Աստծո առջև, եկուր չապստամբենք Աստծուն, չասենք որ օ Աստված չի լսում ինձ, օ Աստծուն խնդրել եմ որ չի եղել, ահա քո աղոթքի պատասխանը, հաշտվիր քո թշնամու հետ, որովհետև նույն ճանապարհի մեջ եք,
եւ Աստված քեզ մի նոր կյանք կտա։ Փակիր աչքերդ եւ հավատքով ինձ հետ աղոթք արա։ Հալելույա։ Սիրելի Աստված, ես քո առջև եմ գալիս եւ խնդրում եմ ներիր ինձ իմ բոլոր մեղքերը, ներիր ինձ, որ վիրավորեցի այս մարդուն եւ իրեն չար խոսքեր ասացի։ Օգնիր այդ մարդուն, որ ինքը ինձ ների, օգնիր ինձ, որ ես էլ կարողանամ իրեն գնալ եւ ներողություն խնդրել։ Օգնիր ինձ, Տեր Հիսուս, այս բանտից դուրս գալու։ Ես իմ սրտից ներում եմ այդ մարդուն եւ խնդրում եմ դու էլ իրեն շնորհք արա, շնորհք տուր, որ ինձ ների։ Օգնիր Տեր Հիսուս, որ մենք հաշտվենք եւ նույն ճանապարհի մեջ քայլենք։ Օգնիր, որ ես դուրս գամ այդ բանտից եւ օրհնեմ այդ մարդուն։ Ես օրհնում եմ այդ մարդուն Հիսուսի անունով։ Ես իմ սրտից օրհնություն եմ արձակում Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Եթե դուք աղոթքի պետք ունեք, եթե դուք ուզում եք ինչ-որ մեկը, որ ավելի ձեզ հետ խոսի, խնդրում եմ գրեք մեր YouTube-յան ալիքին, ու մենք կպատասխանենք։ Ունեցեք կապ մեզ հետ եւ մենք միասին շատ հարցերի լուծումներ կգտնենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքի զորության շնորհքի միջոցով։ Եղեք օրհնված, սիրելիներս։ Ամեն։